Ուրեմն Դավիթ Հարությունյան անունով օգտատերը հարց է տվել։ Բարև ձեզ, վերջերս ԱՄՆ-ն էականորեն նվազեցրեց soft power-ի որոշ գործիքների ֆինանսավորումը, ինչ լավ է ձևակերպել։ Այո։ Հա։ Այո։ Ինչ եք կարծում, ինչով կփոխարինվեն դրանք։ Հնարավոր է ավելի կոնսերվատիվ արժեքներ պրոպագանդվեն կազմելով ալտերնատիվ Ռուսաստանի Դաշնությանը։ Դավիթ ջան, նախ շնորհակալություն հարցի գրագետ ձևակերպելու համար, որովհետև մարդիկ կան լուրջ դեմքով ելնում ասում են, «Всё, soft power-ը էլ չկա, բան, ասես ինչ-որ բաներ են ասում, որը լրջության խնդրեմ ունի, էլի։ Soft power-ը չի կարա չլինի, soft power-ը դա ուժի տեսակ է, որը որ արևմտյան արժե համակարգի մաս է կազմում։ Ինքը ոչ թե ինչ-որ տենց բանը ասենք, տենց պլասկակուպցիա, որը կարելի է գցել։ Հա, դաժե թե պլասկակուպցին գցում ես, տեղ ինչ-որ բռնող բան պետք է ճարես, էլի, էլի պլասկակուպցի նման մի բան, որը որ փոխարինում է դրան, բայց այսինքն դու չես կարող այդ գործիքից հրաժարվես։ Թուլացրեց, այո, եւ շարունակում է թուլացնել, մենք ստեղ այսօր ինֆորմացիա կարդացինք, որ Ազատություն ռադիոկայանում մնացած soft power-ի լուրջ գործիքներ հանդիսած, օրինակ Ամերիկայի ձայնը եւ այլն պետական ֆինանսավորից կարող է զրկվեն։ Բայց Արդեն ստորագրել է հրամանագիր։ Բայց ստեղ կա մի հատ կտոր, էլի, իրական կտոր, որը որ կարևոր է։ ԱՄՆ իշխանությունը, բայց վարչակազմը 4 տարով է եկել։ Մյուս վարչակազմը, որը գալու է, կարող լրիվ դրա հակառակն անի։ Բայց գոնե նվազագույնը այս 4 տարվա մեջ այս պահի դրությամբ պետք է ֆիքսենք, այո, նվազեցրել են ֆինանսավորումը, նվազեցրել են հնարավոր բոլոր տեղերից այդ soft power-ի այն իրանց հայտնի գործիքները, այդ ՀԿ-ները, որ ֆինանսավորում էին, այդ ԼԳԲՏ-ները, ԳՏԲՏ-ները, այդ սաղ բան են արել, կրճատել են։ Ես կարծում եմ սրա փոխարեն ամերիկացիք soft power-ին անցնելու են ուղիղ պետական բանով, պետական մակարդակով, որտեղ սրանք ինչքան էլ պետական մակարդակով են, բայց սենց ինչ-որ ալեֆ ռանգի ճանապարհով են, էլի։ Օրինակ soft power-ի լավագույն միջոցներից մեկը դառնալու է Վենսի ու Թրամփի հայտարարությունները տարբեր երկրների, այդ թվում Ուկրաինայի, որի մասին այսօր էլի խոսելու ենք, այդ մասի։ Այսինքն այդ soft power-ը դառնալու է всё-таки պետական բանի տակ մտնելու Մասկի հայտարարություններն են դառնալու soft power-ի միջոց, օրինակ, այս վերջերս մենք տեսանք ինչ տեղի ունեցավ, երբ որ օրինակ censorship-ի մասին հայտարարություն եղավ։ Censorship-ը այդ գրաքննությունն է Facebook-ում։ Ռեսկի Մարկ Ցուկերբերգը դա soft power էր, չէ՞, հայտարարություն եղավ ընդհանրապես։ Մարկ Ցուկերբերգը մի անգամ ասեց, ես ձեր ցավը տանեմ, ես ի՞նչ ակա ժողովրդավարական քակ եմ կերե, ես կներեք 1000 անգամ ինձ, ես այլևս այդ չեմ անի։ Այսինքն էս ալնելու soft power-ը լնելու ընդհանրապես պետության ներկայացուցիչների կողմից հայտարարություններ ու վերաբերմունքի ցուցաբերում տեղի ունեցող իրադարձությունների կամ ինչ-որ երևույթի մասին։ Ինձ թվում է այդ ալնելը։